Դուք դիտում եք Alpha News-ը, մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ մեզ է միացել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Գառնիկ, շնորհակալություն, որ այստեղ ես եւ առաջարկելու եմ սկսենք հայկական զինված ուժերում փոփոխություններից։ Միայն նշեմ, որ կառավարությունը մայիսի 22-ին հաստատեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարը, նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ, նրա խոսքով կան նաև բովանդակային փոփոխություններ։ Փոփոխությունների մասին հիմա կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ, յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը եւ կարգը, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը, նաեւ գերատեսչությունն առաջարկում է պաշտպանության մասին օրենքում սահմանել, որ մինչեւ 16 տարին դրանալը արական սեռի քաղաքացիները Հայաստանի նկատմամբ ունենան 15 միլիոն դրամի հանրային եւ իրավական պարտավորություն մինչեւ զինվորական ծառայություն անցնելը։ Ես առաջարկում եմ նախ գնահատականդ ներկայացնես այս փոփոխությունների վերաբերյալ, այնուհետև հարցնելու եմ եւ խնդրելու եմ զուգահեռներ անցկացնել Ադրբեջանում տեղի ունեցող ռեֆորմների վերաբերյալ, միայն ավելացնեմ, որ ադրբեջանական բանակում գլխավոր ռեֆորմը այն մասին է, որ հատկապես Արցախում պատերազմից հետո այդ բանակը ադրբեջանական զինված ուժերը վերափոխում են, վերածելով հետխորհրդային ռուսական, այսպես ասենք, մոդելից դեպի անցնելով թուրքականի եւ դա անում են Թուրքիայի ուղիղ հովանավորությամբ, թուրք գեներալների եւ զինվորականների ինստրուկցիաներով, այսպես ասենք։ Հիմա Գառնիկ, գնահատականդ մեր փոփոխություններին ու համեմատականդ Ադրբեջանի հետ։ Փոփոխությունները միշտ այդ բառը ասոցացվում է դրական ընկալման համատեքստում, բայց ես փոփոխություն չեմ անվանի, ես դա կանվանեմ որպես վերացում կամ ոչնչացում։ Մենք շատ հաճախ մոռանում ենք, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, որը խիստ համագործակցում է այսօր Ալիևի վարչակազմի հետ։ Մոռանում ենք նաև, որ Ալիևը տարիներ առաջ, այսինքն պատերազմից հետո 44 օրը պատերազմից հետո խոսում էր, որ հայկական բանակ չպետք է լինի։ Եվ ես կարծում եմ, որ այսօրվա ճակերտավոր բարեփոխումները, որ այս անվանում են ոչնչացում, ու միտված է մեր բանակը կազմալուծելուն։ Առասար, եթե մենք համատենք այսօրվա ոչ բարով պաշտոնյաների, չգիտեմ, այդտեղ աշխատավարձերը, այդ պրեմիաները, այսպես ասած, իրանք շատ են, բայց առաջի գծում կանգնած զինվորի ամսվա աշխատավարձը այնքան չնչին է, որ այդ մարդը իր կյանքը դնելով պահում է հայկական այս պահին պայմանական սահմանը, բայց տանում է այնպիսի գումարը, որ հազիվ կարողանում է ինչ-որ օրվա հաց վաստակել կամ օրվա հաց առնել իր ընտանիքի համար։ Բայց եթե նայում եք այսօր պաշտոնյաների վարած քաղաքականությունը, իրանք այդքան գումարների դիմաց կսկի այդ զինվորի 10%-ը չեն անում։ Հետևաբար դա բարեփոխում անվանել ես չեմ ասի, դա ավելի շատ ոչնչացման է միտված ու նաև սպասարկում է Ադրբեջանի հայկական բանակը որպես այդպեսին վերացնելուն։ Ինքը էտապային է լինելու, միանգամից չի կարող տեղ ունենալու։ Սա դրա մի մասն է կազմում, սա մեկ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանակային կամ զինված ուժերի փոփոխությանը, իրանք շատ լուրջ են տրամադրված, ասեմ, եթե սուտ չասեմ, ամիսը 2 անգամ նոր տեխնոլոգիաներ է իրաց քաղաքական դաշտում ցուցադրվում, հատկապես այդ FPV դրոնները ասված, շատ ուժեղ, ուրեմն շեշտ է դրված հեռահար զինատեսակների վրա, ոչ միայն հրթիռային, այլ նաև այլ տեսակի եւ Համաձայն ես, որ նաև քաղաքային պայմաններում գորմարտեր վարելու զորավարժանքների այս սցենարներն են շատ օգտագործվում։ Շատ ու պատահական չի, որ դա Թուրքիայի հետ է հիմնականում արվում, որտեղ Թուրքիան գիտենք ՆԱՏՕ-ի ամենաուժեղ դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ պետություններ, այսպես ասեմ։ Եվ իհարկե այդտեղ փորձը բավական մեծ է, նաև ռազմական հնարավորություններ են ահավոր շատ, հետեւաբար Ադրբեջանի այսօրվա ռազմական բարեփոխումները միտք ունեն արևմտյան եւ թուրքական, այսպես հիբրիդային ինչ-որ մեկ ուժ ստեղծելուն։ Բայց պետք է հավելեմ, որ իմ սա մեծամտություն չթվա, ես ինչքան որ ուսումնասիրել եմ կամ թեկուզ մեր պատերազմական տարբեր ժամանակների փորձերը, հայ զինվորի, այսպես ասած, ոգին մարտական եւ կռվելու պատրաստակամությունը, որը աշխատում է խելքի հետ միասին, բավական բարձր է ադրբեջանականից, այսինքն իրանց մոտ այդ մարտական հնարավորությունները կամ մարտի դաշտում զուտ առավելություն դիտվում է կամ քանակություն զինվորների կամ տեխնիկա, այսինքն այդտեղ մենք զիջում ենք այս պայդրությամբ, եթե չասեմ, ընդհանրապես չենք մրցում Ադրբեջանի հետ։
ձևակերպում կա, որը հատկապես հնչում է այս փոփոխությունների ֆոնին, հայկական բանակը վերածում են, ես իհարկե չեմ սիրում այդ ձևակերպում, բայց այնուամենայնիվ խուսափելը չի ստացվի, աղքատների բանակի, այսինքն այն փոփոխությունները, որոնք հիմա իրագործում են որևէ կերպ կանդրադառնան զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի վրա։ Իրենք դա ներկայացնում են որպես տարբեր բարքեր հաղթահարելու հնարավորություն, բայց իրականում ինչ մթնոլորտ սա կստեղծի բանակում։ Տեսեք, իմ կարծիքով ոչ մի առաջի գծում կանգնած զինվոր համար գաղտնիք չի այսօր Նիկոլը ինչ մեծ գումարներ աշխատավարձ բաժանում իր պետական մարմիններին եւ հետեւաբար այդ մարդը այդ օծրտին, փոշին, կեղտին, զենք տլերը հակո կապը 30 կիլո քաշով բացի իր անձնական քաշից կանգնած է առաջի գից ու չի քնում գիշերները։ Ոնց լինի չլինի, ինքը իր մեջ հարցեր կառաջանա, ասի լավ, ես այսքան տանջվեմ, երկիրս սպայեմ, հա, լավ եմ անում, մի սրտե եմ անում, ոնց ցած խոսակցական ասեմ, հա, բայց ինչի ես պետք է ստանամ, ենթադրենք 150,000 դրամ, ես մեկնան սրանք ստանամ 1.5 միլիոն դրամ։ Այսինքն այդտեղ բավական անգամ 100% աճ չկա, 1000%, 10000%-ի տարբերություն կա ամեն ոլորտում։ Միանշանակ, այստեղ պետք է հասկանանք, որ բացի այն, որ հայրենասեր հայրենակիցներ ունենք, այդտեղ պետք է ֆինանսական մոտիվացիա լինի։ Այդ մարդը ռոբոտ չի, որ ոչնչով, չնայած ռոբոտը տեխնիկական սպասարկման կարիք ունի, բայց այդ մարդիկ ֆինանսական հարցերով լուծում են շատ այլ կենցաղային հարցեր։ Ու վճարել, ազատվել բանակից։ Այդ մասը շատ կարևոր է, շնորհակալ եմ հիշեցման համար։ Տեսեք, ես կարծում որ ոչ թե պետք է վճարել եւ ազատվել, պետք է զինվորների աշխատավարձը բարձրացնել։ Այսինքն այն մարդիկ, որոնք որ այսօր պայմանագրային են ծառայում կամ այն մարդիկ, որոնք որ ուզում են ինքնակամ գնան ծառայության, որոնք չեն ծառայել կամ ժամանակի ընթացքում իրենց առողջությունը կարգավորվել է, իրաց պետքա գումարներ վճարել։ Ես հիշում եմ, որ դերևս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ կար ESM ծրագիրը, այդտեղ մի քանի ծրագրեր կար, որոնք նույնպես էլ ֆինանսական մոտիվացիա իրենց մեջ պարունակում։ Սա նույնպես այն մարդկանց համար, որոնք որ կոպիտ չեն չի ասած, կրթություն չունեն, իրենց անձնական կյանքը տեսնում են բանակում, նկատում են բարձրագույն կրթություն, միջազգային հարաբերություն, իրավագիտություն այս մակարդակում էլ մանրամասն է, որ մեր լսողները ճիշտ հասկանան։ Բնականաբար այդ մարդիկ այդ ոլորտում են տեսնում, այդ մարդկանց շատ կարևոր է, որ ոչ միայն իրենք ամբողջ օրը լինեն առաջագից, այլ հանգիստ լինեն, որ իր երեխան, իր կինը, հայրն ու մայրը ֆինանսական խնդիրներ չունեն։ Իրենց կենցաղը մինիմալով ապահովված է, բայց հիմա դա էլ չկա։ Այդ մարդիկ, չգիտեմ, բացի իրենց առօրյա սահմանապահելուց, նաև ուրիշ տեղեր են աշխատում, վարորդ, չգիտեմ, ինչ որ բանվոր են անգամ աշխատում։ Տիգրան խնդրեմ։ Սարսափելին որն է, որ Ալիևը ցանկության դեպքում կարող է ծախսի տարեկան 1 միլիարդ 200 միլիոն դոլար մոտավորապես, եւ Հայաստանը ոչ մեկ կարող է բանակ չգնալ։ Այսինքն եթե մոտավորապես բազանպատկել այդ թվերը, այսինքն այդ վտանգը կա։ Ես ավելին ասեմ ինչ է լինելու, բանկերը առաջարկել են վարկեր, այո, ընդ որում չգիտեմ անտոկոսքան տոկոսով բան, այսինքն երեխան ծնված օրվանից վարկ են տրամադրել եւ մինչեւ հարատանա 10 տարեկան։ Մենք կարող ենք մեզ այդ ճոխությունը թույլ տալ։ Մենք անվտանգային այն միջավայրում ենք։ Նա կարելի է մեկ ամսվա համար համասարան ընդունվում ես, մեկ ամսվա համար վճարում ես, սովորում ես, հետո 15 միլիոն դրամ տալիս ես ու ստանում ես դիպլոմ բարձրագույն կրթության մասին, հա, այսինքն կամ չգիտեմ, եթե ասում սա պայքար է նրա դեմ, որ միևնույնն է ազատվում են եւ բերենք օրինական դաշտ, բայց նա մարմնավաճառությունն է բերեք օրինական դաշտ, ով է դες խանգարում, այսինքն այսպիսի մտածելակերպ պետություն չեն կառուցում եւ Գարնիկը շատ ճիշտ բան է ասում, ավելի լավ այդ 15 միլիոնը 20 միլիոնը, այսինքն ծառայում ես 1 տարի, հավելյալ ստանում ես 15 միլիոն, ծառայում ես 2 տարի, ստանում ես 20 միլիոն, 3 տարի 30 միլիոն, այսպիսի բանակ պետք է լինի, բայց իհարկե սա իմ կարծիքով ուղղակի գումարի հայտարարելու բան չէ, այլ սա Ալիևի կողմից թելադրված հերթական այն պարտադիր պայմանն է, որը մեր վզին փաթաթում են եւ սա իրոք շատ վատ է, սարսափելի ծրագիր է։ Կունենանք մենք այնքան գիտակցություն, որ դիմադրենք այսպիսի նախաձեռնությանը, թե ամեն դեպքում մենք այն պայմաններում ենք, որ այս նախաձեռնությունը սոցիալական պատճառներից ելնելով, հանրային տրամադրությունից ելնելով ըմբոստություն չի առաջացնի, այսինքն մենք կզգանք այն վտանգը, որը կախված է մեր գլխին, եթե տրվենք այս նախաձեռնությանը, թե մենք դեռ չունենք այդ գիտակցությունը կամ չի բացատրվում այն չափով, այն կերպով, որքանով որ պետք է։ Դա նույն բանը ինչ որ սևեր սպիտակները, այսինքն այն մարդը, որը ունի ֆինանսական հնարավորություն, ինքը աշխատում է ամսական ստանալով 180,000 դրամ,
մի կերպ տրանսպորտ, ընդ օրվա ուտելու հաց եւ այլն, տակը գումար չի, այդ մարդը չի կարողանալ այդ գումարը վճարել, ստիպված պետք է գնա ծառի։ Իսկ այն մարդիկ, որոնք որ գումար ունեն, հիմա շատ է, չէ՞, այդ թալանչիներ բարը շատ է, չէ՞, օգտագործում։ Այսինքն այդ մարդը կապ չունի ոնց աշխատի այդ իր գումարը, հիմնական չմեղադրեմ, իր արդար քրտինքով, այդ մարդը դառնալու է այդ հարևանների աչքի գրողը ժողովրդական խոսքով ասած։ Այսինքն այստեղ նույնպես հասարակության մեջ տարանջատումը էլի խորացվում է ու շատ վատ տեղասատանում, ասեմ ձեզ, անգամ եթե հիմա մենք ունենք այսպես հայտարարակ վիճակ, սա հասարակություն, այսինքն հարևանը հարևանի հետ չի խոսելու, հարևանի տունը մի բան եղավ ձայն չի հանելու, հիմա տենց բան կա, չէ, գողություն լինում է մի անգամից գոնե մոտ ոստիկանություն կզանգի, դա էլ չի անելու։ Այսինքն հասարակության մոտ այդ բաժանումը, տարանջատումը, սոցիալական խավի բաժանումը, դա շատ վտանգավոր ու իմ կարծիքով կատաստրոֆիկ տեղ է տանում հենց հասարակության մեջ։ Նաև անվտանգային ինքը մեծ խնդիր առաջացնում։ Տիգրան, խնդրեմ։ Գարիկ, մի փոքր շեղվենք այս վատ թեմաներից, անցնենք շատ ասույթ կա, հա, եթե դու չես կերակրում քո բանակը, կերակրվես ուրիշի բանակը, հիմա Ալիևս վերջերս որոշակի նոր բաներ է հաղորդացել, 5 նոր բաներ, սկզբից իրենք ասեցին, որ երկու պայման կա, որը Հայաստանի կառավարությունը դեռ չի համաձայնում, հետո ոնց թե բացեցին, հայ պայմաններից մեկը ադրբեջանցիների վերադարձն լինելու, քո կարծիքով ըստ քեզ պատկերացնենք ինչպիսի հերթականությամբ է դա կատարվելու եւ կոնկրետ ինչ վտանգներ կան, որտեղ ես գիտեմ, որ օրինակ ժամանակի նույն Վահան Քերոբյանը սկսել էր քարոզանել, որ թուրքերը, որ ապրում էին Հայաստանում, ապրանք էժան էին բերում, ես իմ համով էր եւ այլն բան, այսինքն այստեղ ինչ վտանգներ կան գլոբալ առումով։ Տեսեք, իրականում հիմա Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը հասել է այն պիկին, որ միջազգային ճանաչման որոշակի այսպես արմատներ ա գցել ու ես չեմ կարծում որ պատահական է նաև այդ ID հրապարակումը, պատահական է նաև այն որ նշանակվեց հոգևոր դատավոր, այսպես ասեմ, իրանց մոտ այդպես է Երևանի հոգևոր դատավոր, որը որ ինքնին արդեն խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը եթե մինչ այդ ինչ որ քարտեզներ, հայտարարությունը, որոնք քիչ թե շատ ավելի մինիմալ էին, հիմա արդեն լուրջ քայլերի անցել։ Իհարկե, սա նաև նշեմ, որ անցած տարի, եթե չեմ սխալվում, հոկտեմբերին Թուրքիան բացվեց Արևմտյան Ադրբեջանի գրասենյակ։ Հետևաբար Արևմտյան Ադրբեջանը որպես այդպեսին ես միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ, երկու հիմնական ուղղությամբ աշխատում, որը մեկը մյուսին կկոմպենսացնի։ Արևմտյան Ադրբեջանը առաջի հերթին հետագայի համար, եթե առաջին դեպքը չստացվի, երկրորդը սկսեմ կամ առաջին, ինքը դառնալու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հակակշռող միջազգային ուղղություն Ադրբեջանի համար, եթե ինքը կարողանա այդպես մեծ լեվելի հասնի միջազգային հանրության մոտ, ինքը կկարողանա դա որոշակիորեն համահավասար դիրքի բերի, դե ինքն էլ չի ասում Արևմտյան Ադրբեջանի ժողովուրդը ցեղասպանվել է, ինչ որ ոսկորներ են գտնում, ինչ որ լացեր են կազմակերպվում, տարբեր տեսակի լրատվականներ են հրապարակվում, քաղաքացիական առումով դուրս լիքը բան արվում, այսինքն ես շատ նմանություն եմ տեսնում, իսկ առաջին ամենակարևորը ես միշտ ասել եմ, որ Արևմտյան Ադրբեջանը ինքնին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կոպի փաստն է։ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի համար այնպիսի էքսկլավ իր համար ստեղծել, որ Հայաստանը տակից չկարանա տասնամյակներով դուրս գա։ Եվ հիմա հատկապես եթե Ալիևն արդեն ասում է, որ համաձայնություն կա երկու կետերը, որոնցից մեկն էլ հաստատ ադրբեջանցիները վերադարձն է, այս վտանգները էլ է մեջ պարունակում։ Ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ով է պաշտպանելու ադրբեջանցիներին, որոնք երեխաներին վերադառնան Եղարքունիքի Վերջին ուղերձում Ալիևը ասում էր, որ պետք է անվտանգություն ապահովի ադրբեջանցիներին։ Հենց իրանց հայեցակարգում նշված է, որ արևմտյան ադրբեջանցիների ցանկությամբ պետք է ընտրվեն այդ անվտանգությունը ապահովող խմբերը, բայց ոչ Հայաստանից, քանի որ իրանք չեն վստահում Հայաստանի կառավարությունը, որովհետև իրենք ժամանակին կոտորել են իրենց։ Այսպես ձևակերպում եմ մի փոքր ավելի պարզեցված ձևով եմ ասում։ Այսինքն երաշտում գալու է Հայաստան կողմից։ Թուրքիան, իրանք Թուրքիավեր են հղումանում, որ թուրքերը իրենց լավագույն բարեկամն են, իրենք ապացուցել են, որ ադրբեջանցիների կողքին են անվտանգության, զարգացման մնացած ուղղություններով եւ հետեւաբար այսօր շեշտը դրված է Թուրքիայի վրա, Թուրքիա ռազմական ուժերի վրա։ Բացի այդ, ասեմ, այնտեղ իրենք խոսում են, որ այդ որտեղ որ դրանք գան ապրեն, իրանք ունենալու են առանձին Ես ոնտատում իսկ որտեղ են իրանք գալու ապրեն, որտեղ գիտես շատերը ասում են, դա էտի սուտ է կամ եթե գան գնալու են, չգիտեմ են հերու Այն ես թուրքի գյուղերը գան մնալ։ Հիմնականում, եթե իրանք քարտեզ ունեն, շատ հետաքրքիր, որ նաև համապատասխանում են գյուղերի ցանկին, որոնք իրանք հրատարակել են, շեշտադրված է Տավուշի մարզ, Սյունիքի մարզ, Գեղարքունիքի հարավ-արևելյան շրջաններ, այսինքն Սևանի մեծ մաս է
ափային շրջաններում, մնացած Երևանն էլ կա, Արարատը կա, բոլոր տեղերում կա, բայց այդ քաղաքների դասավորվածությունը, որ քարտեզին նայում ես, հիմնական կենտրոնացվածությունը այդ երեք տեղերում է՝ Գեղարքունիքի մարզ, Տավուշ եւ Սյունիքի մարզ։ Գառնիկ, սա Հայաստանի օկուպացիայի պլան է։ Այո, ես դրան եմ գալիս, որ իրենց հայեցակարգում շատ կարևոր նաև մեր համար։ Երևանը որտեղ են ապրելու։ Օրինակ Պուշկինում ինչ-որ մի տան մեջ նորակառուցում էլ կարելի լինի որպես փոխհատուցում, որովհետև Ադրբեջանն ասում է թղթեր ունեմ սեփականության վկայականներ, որ ժամանակին այդ ինչ Հայաստանի ինչ-որ փողոց Մաշտոցի պողոտայում ու հասցեան նշված, որ այդտեղ ապրել է ադրբեջանցի, իրան տտեղից վռնդել է։ Պետք է գա ինքը իր իրավունքը վերականգնի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այստեղ շարունակեմ միտքս, իրենց հայեցակարգում ուրեմն ինչա նշված, ասում են, որ այդ դրանք որ կան այստեղ ապրելու ադրբեջանցիները, իրենց էլեկտրականությունը, գազը մատակարարումը բոլոր այդ կարևոր նշանակություն ունեցող ուղղությունները ոչ թե Հայաստանից պետքա սնվի, այլ պետքա գա Ադրբեջանից։ Այսինքն իրանք փաստացի այստեղ էքսկլավ են ստեղծում իրենց համար։ Անկլավ իրենց համար, էքսկլավ մեր համար, այսպես ասեմ։ Եվ պոտենցիալ, չգիտեմ, Ֆիրդուս թաղամասը սնուցվել է Ադրբեջանից, խոսքը գնում է դեռևս այն գյուղերի մասին։ Համատությունը շատ հետաքրքիր էր։ Տեսեք, Ադրբեջանի նպատակը այսօր Հայաստանի մի քանի մասի բաժանումն է։ Դա չի ենթադրում միակ տարածքային, դա ենթադրում է քաղաքական, ռազմական եւ նաեւ հենց տարածքային առումով։ Ինչու, որովհետեւ լավ հասկանում եմ, որ Նիկոլի կյանքը երկար չի քաղաքական առումով, առողջական առումով չգիտեմ, իսկ մնացած առումները կան բավական իր համար Ադրբեջանում վտանգներ եւ պատահական չի որ խոսում է ռևանշիստներից, թիրախավորվում են միաձև Փաշինյանի քարոզչական թիմը եւ Ադրբեջանին օրինակ Ռոբերտ Քոչարյանին, օրինակ Սերժ Սարգսյանին կամ թեկուզ են այն գեներալներին, որոնք որ Արցախ են ազատագրել, հատուկ շեշտադրված եւ այսպես կազմակերպված քարոզություն արվում երկու թևերում՝ Նիկոլենց եւ Ալիևի կողմից։ Եվ հիմա առաջարկում եմ անցնենք Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի ուղիղ եւ բաց հայտարարությանը, որը հնչեց օրեր առաջ թուրքական պետությունների կազմակերպության սամիթի ժամանակ։ Էրդողանը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի մասին ու հայտարարել, որ խաղաղության համաձայնագիր կոչված է Փաշինյանի եւ Ալիևի միջև, այն խաղաղությունը, որը կստեղծվի դրանից հետո հնարավորություններ է ստեղծելու թուրքական աշխարհի համար։ Türk dünyamız için stratejik önemi haiz Kafkaslar'da yaşanan gelişmeleri yakından takip ediyoruz. Can Azerbaycan'ın Ermenistan'la barış anlaşması üzerinde Թուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք։ Ուրախ ենք, որ Can Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ İki ülke arasında kalıcı barış tesis edilebildiği takdirde bu durum şüphesiz Türk dünyamız için birçok fırsatı da beraberinde getirecektir. Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը անկասկած բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը, իմ սիրելի եղբայր Ալիևը, պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող yaşandığı Եվ այսպես Էրդողանը մինչև այս տասնյակ ելույթներում եւ հայտարարություններում Արցախում պատերազմից հետո ասել էր, որ իրեն այդ խաղաղության պայմանագիրը պետք է պահ առաջ, րոպե առաջ, վայրկյան առաջ, որքան հնարավոր է շուտ ու Հայաստանում դա փորձ է արվում ներկայացնել որպես Թուրքիայի կողմից խաղաղության ցանկություն։ Էրդողանը բառացի եւ ուղիղ ասում է. այդ խաղաղությունը օգտագործելու են թուրքական աշխարհի համար հնարավորություններ ստեղծելու համար։ Ինչ է սա նշանակում, եթե թարգմանենք Էրդողանի լեզվից եւ ինչ պետք է մենք հասկանանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավորություններ թուրքական աշխարհի համար։ Մեկ բառով առևտրի կենտրոն, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն, այլ առևտրի կենտրոն։ Հաշվի առնելով, որ Թուրքիան նաև մեծ տնտեսություն ունի, չնայած հիմա իրենց լիրայի անկման տարբեր խնդիրների, բայց իրենց տնտեսությունը շատ ուժեղ է համեմատվել, այսինքն անհամեմատելի ուժեղ է։ Եվ բնականաբար, քանի որ մեր ժողովրդի մոտ կա այդ գումար վաստակելու մեծ ձգտումը, ինչը որ նորմալ է, այսինքն բոլորն ուզում են լավ ապրեն, սրա վրա շատ է աշխատում։ Ես օրինակ տարբեր առիթներ ունեցել եմ տեսնելու եւ լսելու տարբեր գյուղում ապրող մարդկանց, որոնցից մի քանիսը շատ չեն իրանք, բայց կան ցավոք սրտի, այսպես շատ ջանասիրաբար խոսում են Թուրքիայի առևտրից։
Բայց այստեղ մտ կարևոր կարմիր գիծ կա, որը որ միշտ անտեսվում է հենց մեր կողմից, դրա համար շատ հաճախ այդ ջարդերը, որ եղել են ժամանակին, նույնը Սումգայիթի, Բաքվի, հենց այդ գիծն է, որ մենք միշտ հատել ենք, չենք նկատել։ Գարին, դու հիմա նշում ես, որ մարդիկ ցանկանում են առևտուր անեն։ Ես այս պատմության մյուս կողմն էլ գիտեմ։ Ես գիտեմ, որ հատկապես գյուղատնտեսությամբ եւ բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ եւ վաճառքով զբաղվող մարդիկ հայտարարում են, որ եթե լինի այդ առևտուրը Թուրքիայի հետ, իրենք ուղղակի անգործ կմնան եւ այն բազմահազարանոց ներդրումները, որ իրենք արել են, ուղղակի կկորցնեն ամեն ինչ։ Երկու երես ունի այս բաժանում անում եմ երկու ձև։ Բիզնես ունեցող մարդիկ, գյուղատնտեսություն վարող մեր համագյուղացիներ կամ համաքաղաքացիները, իրանց մասին չի խոսքը։ Խոսքը վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք ապրում են գյուղերում ու ստանում են թոշակ։ Հիմա այն ինչ մենք խոսեցինք Ադրբեջանի մասին, հայկական զինված ուժերը կազմալուծել, ինչպես դու նշեցիր, ոչնչացնել այսպիսի նախաձեռնություններով, Արևմտյան Ադրբեջան այս պրոյեկտը, այս ամենը թուրքական մեծ պլանի մեջ է տեղավորվում, թե սրանք տարբեր բաներ են։ Ազգային ուխտի քարտեզը, որ նայում ենք, համատությունը եւ Ադրբեջանի այսօր տարված քարոզչական դաշտում տարածվող քարտեզները, իմ մոտ ոնց որ puzzle-ը ոնց որ հավաքում ես ինքս ես մեկ ընդհանուր պատկեր է դառնում։ Ուրեմն այսպես վերացական ասեմ, ես լսողները փորձեն պատկերացնեն ադրբեջանական կողմի քարտեզը Հայաստանի հյուսիս հարավ-արևելյան շրջանների ուրեմն Սյունիք ամբողջությամբ, Վայոց մի հատվածը, հիմնականում մեծ մասը գալիս է դեպի Գեղարքունիքի մարզի լեռնային հատվածներ, ընդդեմ մի ճանապարհ չեն ժամանակ հիմա էլ կա։ Դրանով բարձում են դեպի Տավուշի մարզ։ Իսկ Թուրքիայի ազգային քարտեզը ծածկում է այն մի ազատ հատվածը, որը որ Հայաստանից մնում է, ոչ ադրբեջանական։ Եվ այստեղ որևէ կասկած չկա, որ եթե Թուրքիան ասում է, ես ուրախ եմ խաղաղությամբ, մենք վերջապես լավ կլինի բոլորի համար, բարձր է, որ այդ մարդիկ այսօր Հայաստան ուզում են զավթեն։ Հիմա դա կլինի դեմոգրաֆիկ փոփոխություններով, դա կլինի առևտրական փոփոխություն, դա կլինի զինված հարձակում, տարբերություն չկա։ Նույն բանը, որ ասես մարդ ավելով միանգամից մահանա, թե տանջվելով մահանա։ Զինված հարձակման վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ ուժով այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը հնարավոր չէ բացել, ինչև ուր է դիմադրելու Իրանը այսպիսի հայտարարություններով։ Տեսեք, ես Իրանը բնականաբար մեր բարեկամ երկիրն է, ես Իրանի հանդեպ ունեմ մեծ ջերմություն, մեծ սեր, դա որևէ ձևով կասկածի տակ չեմ դնում, բայց պետք է ռեալ պոլիտիկից շարժվենք։ Յուրաքանչյուր պետություն էլ ունի իր ազգային պետական շահերը։ Աստված մի արածի, մենք միշտ այդ աստծուն ենք տալիս, բայց Աստված էլ միշտ մեր կողմը չի, ինքը շատ ուրիշ խնդիրներ ունի լուծելու։ Իրան ունենալ լուրջ խնդրեմ։ Ենթադրենք միջոկային գործարքը չի կայանում ու լինում է լուրջ ռազմական բախում եւ այստեղ Իրանը ոչինչ լինելու Հայաստանի դարդով տարապի։ Իր հիմնական ուժերը կենտրոնացնելու է իր պետականությունը, իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ։ Եվ այդ կրիզիսի վիճակով մենք հույսը դնենք Իրանի վրա, այդպես չի աշխատելու։ Դա ռեալ պոլիտիկի շրջանակից։ Ինչ վերաբերում է մնացած ուղղություններով, գիտեք, ոնց հասկանում եմ ես բանը, այս իշխանությունը այն կոպետ կա, չէ՞ որ գցում են ղուշ թե գիր, այդ ղուշ ու գիրով այս երկրի կառավարում։ Առավոտ զարթման Նիկոլ մատը ղուշ գիրը անում, դե լավ, ուրեմն սենց կանեմ, բայց դա ոնց որ միշտ հակառակ էֆեկտ ունենում մեր համար։ Միանշանակ աներկբա իմ մոտ կա համոզմունք, որ եթե մենք շարունակենք Ադրբեջանի կամ թեկուզ Թուրքիայի հետ խաղաղության ճակերտավոր օրակարգը, ինքը էությամբ էս բերել է կործանման։ Հիմա ես նորից կրկնում, ավելավա միանգամից մեռնենք, թե տանջվելով, տարբերություն չկա, մեկը մեռնելու ենք։ Հիմա եթե կարանք չմեռնենք ու դրա փոխարեն ապրենք ու զարգանանք, հələ մի բան էլ կորցրածը հետ բերենք։ Կարող ենք։ Ես վստահ եմ, որ այո, ինչա՞ մեր մոտ տպավորություն, որ մեր ազգի մեջ չկան ինտելեկտուալներ, չկան ռազմական ունակներ, չկան տնտեսագետներ, դե դա Նիկոլենց թուրքական քարոզությունն է։ Մեր ազգը դարերից եկել է ոչ թե նրա համար որ ուղակի ապրել է, այլ մարդը այդ ազգը ինքը ստեղծագործող ազգ է, ինքը խելք ունեցող ազգ է, ու թերագնահատումը այսօր որ արվում է իշխանության կողմից պատահաբար չի, նաև նույնն է ինչ անում է Ադրբեջանը, ասում են դուք ոչ մշակույթ ունեք, ոչ տնտեսություն ունեք, դուք ինչ որ տեսին որտեղից եկած ազգ եք, հիմա սրանց քարոզությունը բաժանում է, դրա արտացոլումն է, մի քիչ ավելի գրագետ ձևով։ Կարծիք ո՞րն է, մի հատ լոկալ փոքրիկ հարց է, մի հատ գլոբալ Իրանի հետ կապված, ասացիք Իրանի շահը եւ այլն, հիմա ո՞րն է Իրանի շահը, որ ինքը բավական բարձր մակարդակով ընդունում է արևմտամետ, ինչ է արևմտամետ մարդկանց եւ որպես փորձագետներ իրենց մոտ խոսքը գնում է
կներեք սեղանի մոտ որ ասեմ Սաֆարյան Ստեփանի, չգիտեմ մնացածների մասին, այսինքն ինչ շահ է հետապնդում Իրանը եւ այս կոնտակտները Արմեն Գրիգորյանական, այսպես ասենք, թեւի հետ բավականին հաճախակի են դարձել, ես ուղղակի հետևում եմ եւ ավելին ասեմ, այլ մասնագետների շատ քիչ են հանդիպում, այսինքն հիմնական շեշտը տրված է իրենց վրա եւ Փաշինյանից վրա։ Եվ երկրորդը որն էր Իրանի պետական շահը, որ ինքը Հադրութի գնդի տարածքում զորավարժություններ էր անում Ադրբեջան, որովհետև սա իմ կարծիքով ամեն դեպքում չեմ ուզում ասեմ անարգանք բառ, բայց ամեն դեպքում գոնե այդ տարածքներում ադրբեջանցիների հետ միասին Իրանը պետք է զորավարժանքներ ճաներ։ Կամ հարցի երկուսն էլ շատ կարևոր հարց են, փորձեմ կարճ, բայց բովանդակալից պատասխանել։ Ասած ինչ է Իրանում ինչ որ բան է փոխվել։ Չէ, տեսեք, Իրանի դիվանագիտությունը ինքը հազարամյակների պատմություն ունի։ Եթե մենք դիտարկում ենք մեր դիվանագիտությունը, մենք օրինակ ոնց ենք մտածում, իմ պատկերացումը կիսվեմ, հա, մեր օրինակ ես կյանքում չէի հանդիպել արեմատամատների հետ, որտեղ իրանք կամ fake են, իրանք իրանցից ոչ մի բան չեն եկել, ոչ գիտելիք ունեն, ոչ փորձ ունեն, ուղղակի գումար են ստանում ջրի մեջ թրջվելու համար, ասենք, կանգնում են Լավրովին դիմավորում, մենք ֆանտանի մեջ թրջվելու համար են Ընդ որում նույն արեմատամատները Իրանի դեմ են հաստատ ցույց տալիս։ Ես կարծում եմ, որ այստեղ լարերը շոշափելու եւ այդ մարկանց քիչ թե շատ կոնտրոլի տակ պահելու, այդ մարկանց ցանկությունը հասկանալու, դրա դեմ կանխարգելիչ գործողություններ անելու համար է։ Փշի են անում ժողովրդական խոսքով ասած։ Եվ այդ հանդիպումները դրանք նենց չի որ այս 18 թվից հետո ինչ-որ շուշուտ են եղել, վերջերս են ակտիվացել, եւ դա ունի իր էական բացատրությունը։ Ինքը փորձում է հասկանալ, հա, գիտի Նիկոլնովը, բայց ուզում է հասկանալ քարոջական դաշտում ինչ ուղղություններ կան, որոնց վրա կարող է քիչ թե շատ հակազդել կամ փոփոխության ենթարկել այդ մարկանց, ինչքան որ հնարավոր է։ Ինչ վերաբերում է Հադրութի մասով, մենք այստեղ իհարկե իմ համար բավական էլի էմոցիոնալ ֆոն առաջացնում, որովհետեւ Արցախ իմ համար ոչ միայն հողական տարածք, այլ հոգեվոր շատ կարևոր կապ ունեմ այդ աշխարհի հետ, բայց նորից ասեմ, այստեղ ավելի շատ մի փոքր ավելի երևակայական դաշտի օրինակ բերեմ։ Լավ գիտենք, որ այս միջուկային ծրագրից շատ ոգևորված է Իսրայելը, ու Իսրայելի հիմնական նպատակն է չեղարկել այդ գործարքն, հենց անել, որպեսզի գործարքը չկայանա եւ լինի ռազմական լուրջ էսկալացիա։ Իհարկե, այստեղ մեր տարածաշրջանում իսրայելական բազաների տեղակայումը եւ վազկանների կարեւորությունը հետախուզական մի խոսքով ամեն առումով կա, արկա է, դա չի հերքվում, դրա մասին շատ է խոսվել, դրա մասին լիքը փաստեր կան։ Սա բալանսավորող քաղաքականություն է։ Կարծում եմ, որ իրանական կողմը այս քայլին գնացել է ցույց տալու, որ մենք չենք զլանա եւ ձեր քաղաքական շահը բավարարելու քայլեր կանենք։ Նույնպես էլի դիվանագիտության մասին, հենց ազգային շահից է դա բխում, ես այսպես եմ դա անցալում։ Դա եղել է ինչի համար, նաեւ որովհետեւ այս սրանք որևէ ձևով չեն խորացել հարաբերությունները Իրանի։ Ինչի՞ եմ ասում, տարբերակ կար, որ Իրանը փորձում է, եթե տենա որ չի հաջողվում դիմանկայել Զանգեզուրի Միջանցքի բացմանը, գոնե ինչ որ չափով կառավարի այդ process-ը եւ օրինակ մտնի այն ինչ որ միջազգային ուժերի կազմի մեջ, ովքեր պետք է վերահսկեն անվտանգությունը։ Շատ ճիշտ բան եք ասում, համաձայն եմ ձեր հետ, ու այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, որ ոչ մեկը չի ուզենա տարածաշրջանի երկրներից այդ հնարավորությունից զրկել, որովհետև դա ճնշման ղեկ է այլ պետությունների ձեռքում հենց Հայաստանի վրա։ Իսկ եթե դա էլ լինի, Հայաստանը որպես այդ պետական կառույց կամ պետական մարմին գոյություն չի ունենալ։ Դա Հայաստանի ողնաշարն է եւ դա կտրելը նշանակում է Հայաստան չլինել։ Միանանք Լոս Անջելես Արթուր Սահակյանին։ Ուզում եմ հարցնել Հայաստանի հնարավոր ռազմական արդյունաբերության հնարավորությունների մասին, պոտենցիալի մասին։ Տեսեք, քիչ առաջ դուք ասացիք, որ մենք խելոք ազգ ենք եւ իսկապես մեր ուղեղներին գողանում են, ճակերտների մեջ գողանում են ամբողջ աշխարհում, նույն այստեղ սիլիկոնային հովտում տաղանդավոր հայեր բազմաթիվ աշխատում են տարբեր հեղինակավոր կազմակերպություններին, ինչ հնարավորություն կա օրինակ ռազմական արդյունաբերություն կազմակերպել հենց Հայաստանում։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի իշխանությունները դա չեն ուզում եւ ամեն ինչ անելու են դա խոչընդոտելու համար, քանի որ նրանց խնդիրը ընդհանրապես բանակը այսինքն կատարում են Ալիևի ցանկությունը, բայց ռազմական արդյունաբերությունը դա մասնավոր բիզնես է նաև, արդյոք դուք այդ պոտենցիալը տեսնում եք, որ Հայաստանում կարող է այդպիսի ուրեմն արդյունաբերություն զարգանալ եւ ինչն է խանգարում, որպեսզի դա զարգանա որպես բիզնես, որպես մասնավոր բիզնես։ Ես հիշում եմ պատերազմից հետո 2020 թվականի պատերազմից հետո մի բան խոսում են հայկական դրոնների արտադրության մասին, բայց այդպես էլ չիմացանք, չհասկացանք ուր հասավ այդ գործընթացը, որևիցե
ինչ որ լուրջ առաջընթաց եղավ, թե ոչ։ Ընդհանրապես ինչ պոտենցիալ եք տեսնում ռազմական արդյունաբերությունը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, իրականում ինչ որ ինձ հայտնի է ազատ տեղեկատվական դաշտից, մեր մոտ կա նաև ռոբոտաշինական ռազմական արդյունաբերության ուղղություն, որը որ իրենից ենթադրում է ռոբոտ, որը կրակելով մարտի դաշտում ռազմական գործողությունների հարցում բավական լուրջ հնարավորություններ է տալիս, այսինքն զոհերի կրճատում, այդտեղ ավելի արագ գործողություններ իրականացում, ճիշտ նշեցիք ԱԹՍ-ների արտադրությունը, հիմա հատկապես շատ զարգացած է օրինակ հարվածային փոքր ԱԹՍ-ները, որոնք որ մարդիկ ուղղակի կառավարում են 30 կիլոմետրին կողմ նստած, ու դա մեծ գումարների մասին խոսքը չի գնում։ Այսօր նաև շատ կարևոր է, որ յուրաքանչյուր պետություն, հատկապես մենք, ունենանք մեր սեփական ռազմական արդյունաբերություն։ Իհարկե, ես չեմ ակնկալում, որ դա լինի Ռուսաստանի համահավասար կամ Ամերիկայի համահավասար ինչ-որ ռազմական արդյունաբերություն, որովհետև այդ պոտենցիալը ուղղակի չունենք ֆինանսական առումով առնվազն։ Բայց գոնե տարրական բաներ, որոնք որ շատ կարևոր եւ մեծ փոփոխություն կարող են առաջացնել մարտի դաշտում, օրինակ հարվածային ԱԹՍ-ները, դրանք պետքա լինեն։ Ինչու չկան, միգուցե ժամանակին լուրջ չեն վերաբերվել կամ վերաբերվել են ոչ այնքան պատշաճ չափով, որքանով պետք է, բայց հիմա որ չկան, դա ակնհայտ է։ Հիմա ինչը վերաբերվում է Հայաստանի սպառազինության, անվտանգության, պետականության ամրապնդմանը, իհարկե ռազմական ուղղությունը շատ կարևոր դեր է կատարում այդ բոլոր հարցերում։ Ինքը բացակայում է շատ պարզ պատճառով, որովհետև կա թելադրող կողմ, Ալիև անվամբ, որը որ չի ցանկանում Հայաստանը ունենա այնպիսի ռազմական սպառազինություն, որ հետագայում իրենց համար խնդրեմ կստեղծի։ Այստեղ բիզնեսներ տարբեր կան, գիտեմ, գործում են, իրենք աշխատում են ուրեմն տարբեր ֆինանսավորում ստանալով, այսինքն փոքր այստեղից այնտեղից հայթայթում են, որը իհարկե շատ ողբերգական տպավորություն է իմ համար ստեղծում։ Սա մեր ամենամեծ բացն է, որի վրա կարծում եմ պետք է շեշտ դնենք։ Եվ իմ վերջին հարցը այսօրվա Ադրբեջանում հատկապես վերջին 2-3 ամսվա ընթացքում տեսնում ենք, որ շաբաթը 1-2 լրագրող ակտիվիստ ընդդիմադիր են ձերբակալում, շատ կտրուկ ավելացել է բանտերում փակված ընդդիմադիրների, ակտիվիստների թիվը, մի կողմ դնենք թալիշների հանգամանքը։ Պատերազմից հետո տպավորություն էր, թե Ալիևը ցմահ նախագահ է լինելու Ադրբեջանում եւ այլևս քաղաքական մրցակցության խնդիր չունի։ Ալիևը ունի քաղաքական մրցակցության խնդիր եւ ինչ է կատարվում Ադրբեջանի ներսում ըստ քեզ հիմա։ Սոցիալական անարդարությունը Ադրբեջանում շատ խորն է, ինքը գալիս է հենց 90-ական թվականներից այս կողմը։ Շատ մարդկանց մոտ կար տպավորություն, որ հեսա հաղթեցինք, գրավեցինք Արցախը, վերցրեցինք, մեզնով արեցինք, պետք է ամեն ինչ փոխվի, բայց հակառակ էֆեկտն է տեղի ունենում։ Այսօր հենց այսօր նկատեցի, որ ինչ որ մի ադրբեջանցի Կովկասականում այսպես խելացի գյուղ կա, որտեղ շատ են քննադատում այդ գյուղը, այդ աղջիկը տեսնումդ էր տարածել, ուրեմն հետաքրքիր ինչի վրա ես ուղղակի ծիծաղում, վարդը էր ցույց տալիս մենակ, այդ տան մի հատվածն էր երևում ֆասադային հատվածը ու վերջ։ Այնտեղ որ որևէ գրավչություն այդ բնակավայրերի չկա։ Հետևաբար մարդիկ չեն ցանկանում այնտեղ ապրել, դա հավելել բեռ է առաջացնում Ադրբեջանի իշխանությունը, որտեղ ահռելի մեծ գումարներ է ծախսվում Արցախում ճանապարհաշինության, շենքերի ջարդափշուր անելու, մեր եկեղեցիները վերացնելու եւ նոր իրենց այսպես ասած մզկիթները կառուցելու առուց շատ ահռելի մեծ գումարներ է ծախսվում, որը շատ մեծ ֆինանսական բեռ է Ադրբեջանի տնտեսության վրա։ Եվ մարդկանց մոտ այդ համոզմունքը, որ հեսա գրավեցինք ամեն ինչ լավ կլինի, փաստացի չի, փոփոխություն տեղի չունի։ Այնտեղ գնացել ոնց որ Դա վտանգավոր է Ալիևի համար, թե ամեն դեպքում նա կարողացավ չեզոքացնել ամեն ինչ ու հիմա իրեն ոչինչ չի սպառնում։ Չէ, ես կարծում եմ, իհարկե Ալիևի իշխանապողության մասին հիմա խոսալ մի փոքր հեքիաթի դաշտից կլինի, որովհետև ինքը շատ մեծ մեքենա է կառավարում, այդ բոլոր ուժայինները, զինվորականությունը խիստ ձեռքի տակ են գտնվում, ավելի շատ ես շեշտը կդնեմ իր տղայի վրա։ Տղայի թե նախկին փեսայի, որովհետև վերջերս հատկապես սոցիալական ցանցերում Աղալարովը ակտիվացել է եւ Ալիևն էլ առաջ է տանում, վերջերս ընտանիքով հյուր էին գնացել Աղալարովի վերջին այդ նախաձեռնությանը, Սիպրիս, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում, որդին թե նախկին փեսան։ Երկուսն էլ մրցակցության մեջ են, այսպես ասեմ, բայց այսինքն համաձայն ես, որ փեսան նախկին փեսան էլ ունի հավակնություն։ Այս բանը տպավորությունն է։ Ինչու որովհետև լավ հասկանում ենք, որ որդին պատրաստված չի, որդին ճանապարհ անցնելու համար մի 10-15 տարի պետք է, այս 10-15 տարում Ադրբեջան կարա չլինի փաստացի, եթե որդին լինի ղեկավար։ Իսկ փեսայի հարցը բավական լուրջ է, բայց էլի նույն կալիբրը չի։
Ինքը Ալիև չի կարա լինի։ Ալիևը դարձել է Ալիև այս 30 տարում տարբեր խաբսերի տակից դուրս գալով, տարբեր ձև մանևրանելով, վերջում գրավելով Արցախ։ Ինքը այդ հեղինակությունը դուժը վաստակել է դրա արդյունքում։ Հետո չենք մոռանա, որ այստեղ կա Թուրքիայի ազդեցության գործոնը, Թուրքիայի ներգրավվածությունը, որը ել ավելի ամրացնում է Ալիևի իշխանությունը, բայց նաև միևնույն ժամանակ խարխլելու մեծ հնարավորություն է տալիս թուրքական կողմին, որ իշխանափոխությունը ավելի ուրիշ ձև արվի։ Հետևաբար Ադրբեջանում հեղափոխություն ասվածի մասին չեմ խոսա այս ֆորումում, որովհետև հիմա անիմաստ եմ համարում, բայց սոցիալական խորացված խնդիրները գեր լարված վիճակում են գտնվում։ Կարնիկ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Վերադառնանք, շարունակենք մի քանի վայրկյանից։